Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Հանգստյան օրերին Իսլամաբադում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել է, որ սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Թրամփի այս հայտարարությունից հետո նավթատար տանկերները զանգվածապար փոխում են երթուղիները։ Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակիրը մտել է Օմանի ծոց եւ դիրքավորվել Իրանի ափերից մոտավորապես 200 կիլոմետրից հարավ։ BBC-ի փոխանցմամբ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ավիակիրը այսքան է մոտենում Պարսից ծոցին, Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Հարվածային խմբի մեջ են մտնում նաև 2 կառավարվող հրթիռային ականակիրներ, իսկ ԱՄՆ միջուկային շարժիչով Ջորջ Բուշ ավիակիրը հարվածային խմբով մտել է միջերկրական ծով եւ Մերձավոր Արևելք կհասնի 4-ից 6 օրվա ընթացքում։ Միաժամանակ շրջափակումը սկսելուց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել է, որ իրանական ռազմանավերը, որոնք կմոտենան ԱՄՆ շրջափակմանը, կոչնչացվեն արագ ու դաժան հարվածով։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել ու ցանկանում է համաձայնագիր կնքել։ Նա ընդգծել է սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Իրանը միջուկային զենք չի ունենա, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնում է, որ առաջիկա օրերին կարող է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ տեղի ունենալ։ Պարբերականը նշում է, որ չնայած Վաշինգտոնի եւ Թեհրանի փոխադարձ սպառնալից հայտարարություններին, հետագա դիվանագիտության դուռը բաց է մնում եւ երկու կողմերը կարող են եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աքսիոս պարբերականը նույնպես հղում անելով իր աղբյուրներին հաղորդում է, որ Պակիստանը, Թուրքիան եւ Եգիպտոսը կշարունակեն կապերը Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ հրադադարի ժամկետի ավարտից առաջ առաջիկա օրերին բանակցությունները վերսկսելու համար։ Պորտալը նշում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը Պակիստանում չկարողացան համաձայնության գալ միջուկային հարցերի եւ պատժամիջոցների սահմանափակումների վերաբերյալ։ ԱՄՆ-ն պահանջել է, որ Իրանը սառեցնի ուրանի հարստացման ծրագիրը եւ հրաժարվի բարձր հարստացված ուրանի պաշարներից, իսկ Իրանը իր հերթին պնդել, որ ԱՄՆ-ն ապասառեցնի Իսլամական Հանրապետության ակտիվները։ Ամերիկացի պաշտոնյան Աքսոսին ասել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնության դեռ կարելի է հասնել, եթե վերջինս ցուցաբերի ավելի մեծ ճկունություն ու ճանաչի, որ Իսլամաբադի առաջարկը լավագույնն է, որ կարող է ստանալ։ Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ նախագահ Թրամփը փորձում է նոր դաշնակիցներ ներգրավել Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում, սակայն Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվում են միանալ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ չնայած ճնշմանը Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ ու չի աջակցում Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Կարծում եմ, որ կարևոր է, որ նեղուցը բաց լինի ու լիովին բաց, ահա թե ինչի վրա ենք մենք կենտրոնացրել մեր բոլոր ջանքերը վերջին մի քանի տարիների ընթացքում ու շարունակելու ենք դա անել, ասել է Սթարմերը։ Իսկ Ֆրանսիան հայտարարել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը լուծելու իր պատրաստակամության մասին միայն պատերազմից հետո։ Ֆրանսիան չի աջակցի Հորմուզի նեղուցով նավագնացության ապաշրջափակման ուղղված որևէ ռազմական գործողության, այդ թվում նեղուցում ականազերծման ԱՄՆ կոչին, մինչև իրանական հակամարտության ավարտը։ Այս մասին LCI հեռուստատեսությամբ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդատը։ Մենք հանձնառու ենք Մերձավոր Արևելքում լարվածության թույլատմանն ու բանակցություններին, պետք է գտնենք դիվանագիտական մոտեցում Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու համար, իսկ հետո ռազմական գործողություններից հետո ապահովենք Հորմուզի նեղուցում նավարկության բացումը եւ ազատությունը, եւ դա կլինի ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ, այլ պատերազմից հետո, նշել է նա։ Իսկ ահա Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա, ձգտելով հասնել Հորմուզի նեղուցի շրջափակման վերացմանը ու Թեհրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Air Riyadh-ը զգուշացնում է, որ շրջափակումը կարող է հանգեցնել համաշխարհային նավագնացության երթուղիների ավելի լայնածավալ խաթարումների։ Մասնավորապես մտավախություն կա, որ Իրանը կարող է հարված հասցնել Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, որը կենսական նշանակություն ունի սաուդական նավթի արտահանման համար։
Հունգարիայի նորընտիր ղեկավար Պետեր Մադյարը խոստացել է միանալ եվրոպական դատախազությանը, որը Եվրամիության քննիչներին լիազորություններ կտա հետաքննել այդ երկրի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք կատարված խարդախության դեպքերը ու հնարավոր է վերաբացվի Բրյուսելի միջոցների օգտագործման վերաբերյալ հետաքննությունը նրա հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է Euroactive-ը։ Մադյարը շեշտել է, որ գործակալությանը միանալը կլինի իր առաջին հրամանագրերից մեկը, որը անհրաժեշտ է Հունգարիայում օրենքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով Բրյուսելի կողմից նախկինում սառեցված Եվրամիության 17 միլիարդ եվրոյի միջոցները ապասառեցնելու համար։ Մադյարի որոշումը հիմք է հանդիսանում վերջին տարիներին եվրոպական միջոցների բաշխման վերաբերյալ լայնածավալ հետաքննությունների համար։ Դատախազության լիազորությունները թույլ են տալիս քննել Եվրամիության միջոցների հետ կապված խարդախությունները մինչև 2017 թվականը, այն ժամանակահատվածը, երբ Օրբանի գործընկերների դեմ առաջադրվել են ամենալուրջ մեղադրանքները։ Վերջին հետաքննությունների համաձայն վերջին 15 տարիների ընթացքում ավելի քան 28 միլիարդ եվրոյի պետական մրցույթներ շնորհվել են նախկին առաջնորդի գործարարների եւ ընկերների նեղ շրջանակի հետ կապված ընկերություններին։ Բրյուսելը այս խախտումները խոստանում է զգուշավոր լավատեսությամբ ընդունել նոր կառավարությանը սահմանելով խիստ բարեփոխումների ժամանակացույց մինչև օգոստոս։ Եվրոպական դատախազությանը միանալը կպահանջի, որ Հունգարիան ոչ միայն պաշտոնապես տեղեկացնի Եվրամիությանը, այլ նաեւ նշանակի անկախ պատվիրակված դատախազներ ազատ Բուդապեշտի քաղաքական ազդեցությունից։ Մասնագետները կարծում են, որ առանց արտաքին վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ իրական պայքարի Հունգարիան չի կարողանա դուրս գալ տնտեսական փակուղուց ու վերականգնել ներդրողների վստահությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, ըստ Ռուսաստանի հաղորդագրության կողմերը քննարկել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա հրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հետ կապված հարցեր։ Մոսկվան եւ Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։ Ֆիդանը նաեւ անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին, հաստատելով իր պատրաստակամությունը Ստամբուլը հասանելի դարձնելու այդ նպատակների համար։ Լավրովը նաև ներկայացրել է Կիևի գործողությունների եւ հայտարարությունների գնահատականն այս փուլում։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, մնացեք Առաջինի հետ։